Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Խաչատրյան, ինչպես եք գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը, թե ինչ նկատի ունի Ալիևը, երբ ասում է Զանգեզուրի միջանցք, Փաշինյանը հետևյալ կերպ է բացատրում, որ դա Զանգելան հորադիս ճանապարհն է եւ Ալիև ավելի կարճ որոշել է Զանգելան հորադիզը անվանել Զանգեզուրի միջանցք։ Սա մեկ եւ նա նաեւ պահանջել է, որպեսզի քարտեզի վրա ցույց տար, թե որտեղ է այդ Զանգեզուրի միջանցքը, հայտնի չէ թե արդյոք Կոպենհագենում տետատետ հանդիպման ժամանակ այդպիսի բացատրություն հնչել է թե ոչ, սակայն ԿՊԱ-ական ձեր գործընկերներն ասում են, որ համատեղ հայտարարության մեջ արդեն իսկ նշվում է, որ թրիփի ուղին անցնում է Հայաստանի տարածքով եւ սրանով ամեն ինչ ասված է եւ թեման փակված է։ Սա դուք բավարար համարում եք այդ հայտարարությունը, թե ոչ։ Նախ ես Փաշինյանի էքստրասենսոր հնարավորություններից տեղակ չեմ, թե ինքը ինչի նկատի ուներ Ալիևը, երբ խոսում էր միջանցքի մասին։ Հավանաբար այդ հարցը պետք է քննարկվեր Կոպենհագենում, ձեր հետ լրիվ համաձայն եմ։ Բայց հիշեցնեմ, որ 18-20 թվականներին, երբ այս իշխանությունները գաղտնի բանակցում էին Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ, Փաշինյանին երբ ասում են լավ հանդիպել եք Աշխաբադում, Դուշանբեում, Ժնևում, Մյունխենում, ինչ եք քննարկել, դե ասում էր փորձում ենք քննարկենք, հասկանանք, տեսնենք նույն բառի տակ նույն իմաստ ունենք, թե չէ, նույն իմաստն ենք հասկանում, թե չէ։ Հիմա ունենք մի իրավիճակ, երբ Փաշինյանի մեկնաբանությունները էապես տարբերվում են Ալիևի մեկնաբանություններից եւ ողջամիտ հարց է առաջանում։ Լավ, մի հատ հասկանանք, այս բառի տակ ինչ ենք հասկանում։ Միգուցե այլաբանություն է, ինչպես ձեր գործընկերուհին ասաց, այլաբանություն է այդ միջանցքը, թե իրական միջանցք է, որը լույսը կարելի է վառել եւ անջատել։ Առանց դրա այս հափշտապությունը ինչով է պայմանավորված։ Իրոք հարցեր են, որ ուզում ենք հասկանալ, կրկնում եմ, նույն Թրամփը կա, ելույթը, խոսքը կա։ Նայեք, մարդը օգտագործում է միջանցք կորիդոր արտահայտությունը, եթե դա հստակեցված չի, ինչ են ստորագրում։ Կրկնում եմ, Փաշինյանի, Հայաստանի իշխանությունների պահանջը բոլոր կապուղիների միաժամանակյա ապաշրջափակումը փոխարինվել է փոխադարձ առավելություն, անորոշ, անսահմանելի մի ինչ-որ նախադասությամբ։ Որոնք են այդ փոխադարձ առավելությունները։ Նույն Նիկոլ Փաշինյանը 2001 թվականին ասում էր. միջանցքը պետք է թուրքերին եւ ամերիկացիներին տանք, փող աշխատենք։ Փող աշխատելը ինքը դիտում էր որպես փոխադարձ առավելություն։ Կարող ենք բացառել, որ հիմա էլ դա նկատի ունի։ Չգիտեմ, ի տարբերություն Փաշինյանի, ես էքստրասենսոր ունակություններ չունեմ եւ իր մտքերը կարդալ չեմ կարող։ Բայց երբ խոսում ենք օրինակ սահմանը, ցույց տվեք սահմանը գծեք, չէ՞ որ ասում է 77-րդ վարժողովի ժամանակ։ Դրանից հետո Հայաստանն առաջարկում էր Գենշտաբի, ՍՍՀ Գենշտաբի 74-79 թվականի քարտեզները օգտագործել որպես հիմք, բայց այդ քարտեզները այլևս չեն դիտարկվում Ադրբեջանի կողմից։ Երբ որ Փաշինյանն ասում է եկեք այս թեման փակված համարենք, փակված համարել կարող ենք Զանգեզուրի միջանցքի թեման, ինքը հենց այդ Քարորիայի հարց ու պատասխանի ժամանակ էր ազգային ժողով կառավարություն ասաց եկեք թեման փակված համարենք, որտեղ սա նկատի ունի Զանգելան հորադիզը։ Նավ ինքը թող փակված համարի, բայց դա չի նշանակում, որ թշնամին փակված է համարում, իրանք շարունակում են դա պնդել։ Այլ հարցեր կան, կներեք։ 24 News։ Ես Կոպենհագենում եղել եմ 2015 թվականին առանց Նիկոլ Փաշինյանի։ Պարոն Խաչատրյան, դուք խոսեցիք կուսակցությունների թափանցիկության մասին, բարձրացված խնդրի մասին, վերջին հարց ու պատասխանի ժամանակ այդ հարցը բարձրացվեց եւ մասնավորապես դաշնակցության հետ կապված, որ թափանցիկ չի իրականացվում նվիրատվությունները, մեկ մարդու անուն է նշված, քվեաթերթիկ անգամ երբեմն կուսակցությունները չեն ունենում ընտրությունների ժամանակ եւ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ կուսակցությունը պետք է լինի ամենաթափանցիկ գործող համակարգը, ժողովրդավար երկիր ենք եւ պետք է գտնենք մեխանիզմ
մեխանիզմներ, որ համապատասխանեցվեն ժողովրդավարության կանոններին, ընտրություններին չմասնակցելու հարց կարող է նաև առաջանալ։ Ինչ է մտավախություն չունեք, որ այս հարցը կարող է դրվել եւ թույլ չտան, որ դաշնակցությունը ընտրություններին մասնակցի եւ ինչու է դաշնակցության հարցը վերվել այսպես օրակարգ եւ ամեն նիստի ժամանակ քննարկվում այս հարցը։ Լավ, գիտեք, ի տարբերություն շատ ԿՊԱ-կանների եւ նաեւ Նիկոլ Փաշինյանի, ես 34 տարուց ավել դաշնակցության կուսակցության անդամ եմ եւ չեմ կարող ասել այլ կուսակցություններում ներկուսակցական ժողովրդավարությունը ինչպես է գործում։ Հիմա ճիշտ ասած չեմ թարմացրել տվյալների բազաս ովքեր են իրենց կուսակցության փոխնախագահները, բայց մինչև այս համաժողովի փոխնախագահները կարող է վերընտրվել են, դրա համար եմ ասում, չեմ թարմացրել բազան, առաջնահերթություններից մեջ դա չի մտնում։ Մեկը նախկին ՀԿ-ական էր, մեկը նախկին ԲՀԿ-ական էր։ Իրանց կուսակցությունում կան բազմաթիվ կուսակցափոխեր, միգուցե ինքը տենց համեմատել է։ Բայց կարող եմ ասել, որ դաշնակցության ժողովները քննարկում են կուսակցության քաղաքականությունը երկար եւ շահագրգիռ, որևէ մեկը ելույթ չի ունենում եւ ծափ չեն տալիս, չեն գոռում կեցե։ Լուրջ ժողով է, որը քննարկում է կուսակցության քաղաքականությունը, ընտրում է մարմին եւ հանձնարարում է իրականացնել կուսակցության ընդունած որոշումները։ Բացումը բաց է լրատվամիջոցների համար, նաեւ հրավիրում ենք այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Դրա վերաբերյալ ընդունված որոշումների վերաբերյալ ընդունվում է հայտարարություն եւ հասարակությունը պատշաճ կերպով դրա մասին տեղեկացնում է։ Իսկ եթե դուք անձամբ դուք չէ, եթե քաղաքական ուժ կա, որը որոշումները կայացնում է այլտեղ եւ համագումարը օգտագործում է զուտ շոուի, ծափողջունների, ծնկի գալու դերասանական բարձր վարպետությամբ եւ կեցե գոռալու համար որոշ քաղաքական ուժեր։ Իսկ ֆինանսավորման հետ կապված կուսակցությունը ֆինանսավորվում է օրենքով չարգելված միջոցներից, մասնավորապես անդամավճարներից։ Իսկ ընտրություններին որպեսզի չթույլատրեն մասնակցեք, բայց իմ հարցի պատասխանը չի տրվել։ Ներողություն, ես Հարցի շարունակություն Երմենը ավելի ընդհանրական ամեն ինչ արվում է կուսակցությունները վերահսկելի դարձնելու համար, իսկ ոչ իրենց համար ոչ ախորժելի կուսակցություններին, ումից վտանգ են տեսնում ընտրություններին թույլ չտալու համար, ինչպես դա արվեց 95 թվականի հուլիսին, եւ կուսակցությունները արգելելու համար։ Ֆակտոր խնդրում եմ կարճ։ Պարոն Խաչատրյան, ճիշտ են տեղեկությունները, որ Քոչարյանը Մոսկվայում Կիրիենկոին է հանդիպել եւ ընտրությունների հետ կապված քննարկում են ունեցել, նման տեղեկություն հրապարակն է հայտնում եւ ինչու գնալ Ռուսաստան եւ եթե իսկապես դա ճիշտ է եւ ռուս պաշտոնյայի հետ, այլ ոչ թե հայ ժողովրդի հետ քննարկել Հայաստանի ապագան ընտրական գործընթացները։ Հանդիպման մասին չգիտեմ, տեղակ չեմ, ինչ է քննարկվել, նույնպես տեղակ չեմ։ Հետևաբար որևէ կերպ անդրադառնալ չեմ կարող, բայց կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը, որը խոստանում էր Հայաստան ժողովրդի հետ հարցերը քննարկել, հրապարակում որոշում կայացնել, խաբեց, ստեց եւ ժողովրդի թիկունքում կնքեց բազմաթիվ կենսական փաստաթղթեր, որոնք Հայաստանի համար էական Ներեկա, պարոն Խաչատրյան, դեմքերը մի փոքր խառնում եք, ես Քոչարյանից եմ հարցնում, ոչ թե Փաշինյանի։ Հանդիպումից։ Դուք ասում եք տեղակ եք, չէ, քննարկել են, չգիտեմ։ Ժողովրդավար չի ձեր դաշինքը, դաշինքի անդամներից մեկը, որ մի բան է անում, մյուսին չի Անում է, տեղյակ։ բայց դա համար ունեմ պարբերական հանդիպումներ։ Շնորհակալություն։ Քոչարյանի հետ ես վերջին հանդիպման ժամանակ Կիրիենկոյի հարց չի քննարկվել, հավանաբար ձեր ասածը եղել է ավելի ուշ, երբ տեղյակ չեմ։